Ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 11-ն է 2026 թվական։ Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի օր ներազգային ժողովում ընդդիմությունը չէր մասնակցում, տեղից էլ ես ինչ չեն անում իրանց գործունեությամբ, բայց էդ էլ գոնե եթե ինչ-որ սուր հարցեր պետք է տային, էդ էլ չկա, դրա համար անհրաժեշտության դեպքում վաղը կանրադառնամ, այսօր թեմանը շատ ունենք, անդրադառնանք դրանց, նախ ամփոփելու հետ կապված նաև Վենսի այցը նաև Ադրբեջան, դրան էլ կանրադառնանք, բայց մի հարց, որ ամեն օր այդ թեման նորից տալիս են, վերաբերվում է այդ մոդուլային ատոմակայաններին Միացյալ Նահանգների, անընդհատ ստիպված եմ ելնում պարզաբանել, մարդիկ ծանր են տանում, երբ որ մի հատ բան պարզաբանում ես, որ իրանք հասկանան, նորից հիմա ստիպված մի անգամ էլ ասեմ հարցը ինչին է վերաբերվում, ուրեմն մոդուլային էլեկտրոկայանը Ամերիկայի, որը ինքը տարբեր երկրների հետ պայմանավորվածություններ ունի, բայց իր երկրի տարածքում է փորձարկում, որտեղ որևէ մեկը չփորձարկած բանը չի առնի, այդ իսկ պատճառով իր երկրում փորձարկում է, ես երեք նշեցի, որ մինչև 2030 թվական մտածում են, որ շահագործման կհանձնեն, բայց մեկը մենք այսօր ենք թուղթ ստորագրում, ոչ թե սպասում ենք շահագործման հանձնեն, մենք մի հատ տեսնենք, թե ինչ է կատարվում։ Հիմա նորից էլի գրում են, ասում եք մինչև 2030 թվական, 2026 թվականի շահագործմանը հանձնվելու Ամերիկայում, ինչի եք դա լավ, նախ մինչև 2030-ը նաև 26-ին էլ է վերաբերվում, բայց հարց է ծագում, համարեք դուք ճիշտ եք, 2026 թվականին Ամերիկայի տարածքում ամերիկյան այդ մոդուլային էլեկտրոկայանները շահագործման են հանձնվելու, բայց դեռ չկա, չէ, բայց մենք թուղթը ստորագրում ենք, հիմա հարց եմ տալիս, բայց եթե գիտեք, որ մի քանի ամիս հետո այլևս շահագործման է հանձնվելու, բայց այդ ինչ կրակ էր, որ առանց սպասելու մի հատ լինի, մի հատ տեսնենք, մենք հիմա արդեն թուղթը ստորագրում ենք։ Էդ ով էր այդտենց շտապում։ Մի քանի ամիս հետո Թրամփը մնալու է իր տեղը, Վենսը մնալու է իր տեղը, հա, մոռացանք։ Փաշինյանն էր շտապում, հա, որ շուտ ստորագրի, որպեսի Ջեյդի Վենսը գա Հայաստան և ասի, որ մենք սատարում ենք Փաշինյանին, ասեք իմանանք էլի ինչն եք ուզում դուք բացահայտեք, ձեզ պարզ հայրամատչելի հայերեն բացատրում եմ, աշխարհում տարբեր տեղեր կան մոդուլային ատոմակայաններ ուրիշ երկրների կառուցած, որոնք աշխատում են նորմալ, Ամերիկան նոր է փորձարկում, եթե Ամերիկան գալիս Հայաստանին ասում է, դե հիմա ստորագրի, որ դեռ չկառուցածը դու առնող ես, մենք ստորագրում ենք դեռ չտեսած ինչի տակ, ենթադրաբար Ամերիկան, որ կառուցի, լավը կկառուցի, բայց հարց է ծագում, չէ, այդ գումարը նա նվեր չի տալու, վարկի տեսքով հետո դնելու է Հայաստանի վզին, հիմա հարց է ծագում, հարգելիներս, դուք ձեր տան համար, ոչ թե 9 միլիարդ դոլարի, այլ 9 դոլարի, ինքնագլոր կառնեիք, և դրանով գլորվեիք կամ որ ավելի բառը հասկանալի լինի, ձեր դատարկ գլուխը կգլդորեիք մի բանի վրա, որը փորձարկած չի, չէիք ասի, լավ սպասի, մի րոպե, ուրիշները այդ ինքնագլորից սարքել են, սպասեք մի հատ նրանով գլորվենք, կամ ինչի պիտի քոնը առնենք, կամ սպասի պատրաստ էլի, մի հատ նստենք քշենք, նոր առնենք, չէ, այսինքն Հայաստանը շահագրգռված է Ամերիկայի հետ գործընկերությամբ, դա շատ լավ է, որ շահագրգռված է, բայց երբ որ այդ ատոմային կայանը մոդուլային պետք է կառուցվի, որ գնաս մի հատ տեսնես, ասես այ Ամերիկա ջան, մի հատ տեսնենք, էլի, այդ ինչ ասում են, ինչ տեսնես, այնա Վենսը եկավ, Վենսին տեսար հերիք չի, եկավ ասեց, որ ձեզ ենք պաշտպանում, հերիք չի, ես ուզում եմ ասեմ, եթե ուզում եք Ամերիկայից առնենք, լավ է, բայց պետք չի Ամերիկային սիրաշահել և սեփական անձին հիմարի տեղ դնել, ընդհակառակը ավելի լավ, որ ասեք մենք գլխի ենք, որ դու ուզում ես, բայց քանի որ կարևորում ենք Ամերիկայի դերակատարությունը, համաձայն ենք քեզանից առնենք, որովհետև Ամերիկան չիպերի հետ կապված մեզ բան է առաջարկում, որը ֆանտաստիկ կարևոր բան է, բայց դա երկրորդական ձևով սենց անցավ, որովհետև ատոմակայան չի, որի հետ կապված աղմուկ անեն, տեսեք Ամերիկան ատոմակայան է դնում, որովհետև դրա որակական նաև խնդիրը ուրիշ է,
Եթե մեզ այդ չիպերի հետ կապված բան են քննարկում, ինտելեկտուալ աշխատանքի հետ կապված բան են քննարկում, դա է շատ կարևոր, որովհետև Հայաստանը ժամանակին խորհրդային միության ժամանակ իր ինժեներական մտքով հայտնի էր, աշխարհի տարբեր տեղերից էր ապրանքի հազարումի կոոպերացիայի խնդիր էին լուծում արևելյան Եվրոպայի երկրների եւ խորհրդային միության տարբեր տեղերից, անգամ ռազմական գործարաններ կար ուրիշ անուններով, քաղաքացիական անուններով եւ մենք գիտեինք, թե մեր գիտական միտքը ինչքան էր կարեւորվում խորհրդային միությունում։ Այդպես են մեզ վերաբերվել։ Հա, անկախություն ստացանք, շատ գործարաններ քանդվեցին, դրանից հետո էլ Հայաստան ժամանեցին խոպանչիները, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իրանց ինտելեկտուալ մակարդակով թիմ հավաքեցին, աշխարհի հետ հարաբերվեցին, իրանց պրիմիտիվ ուղեղը չափեցին, ասին հայերն էս ինչ են, հայերին սկսեցին ճանաչել որպես ընդամենը կանաչի վաճառող։ Որտեղից դա եկավ։ Հայը դա էր։ Հիմա այսօր Ամերիկան ասма չէ, դուք ինտելեկտուալ ժողովուրդ եք, ոչ թե մենակ որ Ամերիկայում ապրում եք, մենք գիտենք։ Մեր հատուկ ծառայություններն ասել են, որ ձեր մոտ կարելի է գիտական մտքի վրա արտադրություն դնել։ Բայց երբ որ դուք կանգնում ասում եք, որ չէ, ժողովուրդ ջան, մենք այդ ուղեղը չունենք, մենք շնորհակալ ենք, որ դու այդ էլեկտրոկայանը մեր վրա վաճառում ես, որը ոչ մեկը չի առել, դեռ չի փորձարկվել։ Կարող է սկսի կասկածել Թրամփն, ասի ժողովուրդ ո՞նց։ Այս ոչ թե ինձ խաթր են անում, այլ պարզապես ես իրանց խաբել եմ։ Այս որ իմանա, որ դուք այդքան խաբվող եք, ինքը ձեր մոտ չիպի գործարան չի դնի։ Ձեզ որպես ինտելեկտուալ է ճանաչում։ Այսինքն այդ ինքնախաբվածության իմաստը ո՞րն է։ Մի հատ էլ հուզված ինձ ասեք, կարող է Ռուսաստանի շահերն ես պաշտպանում։ Ժորժ ջան, գնացեք բուժվեք, էլի։ Եթե 20 տարի ես ինչից խոսում եմ, դուք եթե գոնե մի անգամ լսած ելնեք, այդպես բան կասեք։ Այսինքն այն աշճանի ձեր ուղեղի մեջ չի տեղավորվում, որ վայ, վերջապես sense բան եղավ, որ հիմա դուք ուզում եք մտածեք, ով որ ձեր աչքերը բացի, նա ձեր թշնամին է։ Հալավաշների հետ փակ գնացեք Նիկոլ Փաշինյանի նվիրական ոտնահետքերով։ Ինչ եք ուզում։ Ես ավելի պարզ ասեմ, լավ ստիպված հասկացեք, այս ինֆորմացիոն հոսքերի մեջ, ինֆորմացիոն աղբի մեջ շատ դժվար է կողմնորոշվել։ Հսկայական ջանքեր է գործադրում, թե այդ ինֆորմացիան մեզ պետք է, թե չէ, ոնց կապենք այդ ինֆորմացիան, եթե նույնիսկ Կորեայում է կատարվել կամ Արգենտինայում, ինչով կապ ունի Հայաստանի հետ։ Ուշադրություն դարձնենք, վաղը դրա կապը մարդիկ կհասկանան։ Մեր խնդիրների հետ ոնց կապենք, ինչ անենք։ Կոպիտ ասած, այսօր նավիգատորի ֆունկցիա է կատարում։ Ասում ես, այս ինֆորմացիոն հոսքի ու աղբի մեջ կարողանաս կողմնորոշվես ռացիոնալ ձևով, ինչն է քեզ կարևոր։ Ու միշտ ասում եմ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Ինձ մի դատեք, ժողովուրդ ջան, ասածները ձեր գլխում դատեք, տեսնեք, դա ձեզ պետքա թե չէ։ Նավիգատորը ձեզ ասում է, սենց գնացեք։ Դուք կարող եք նայեք եւ նրա ասածը չանեք։ Ասեք, ես գտնում եմ, որ ճանապարհը ճիշտ է։ Նա Արբանյակից նայում ասում, աստեղ խցանում է։ Բայց մեկը, երբ որ դու ճանապարհը փոխում ես ուրիշ տեղ, որ պահին փոխեցիր, ինքը այդ կետից ասում է, երթուղին փոխվեց, տալիս է նոր ռացիոնալ ճանապարհը։ Նորից սխալ գնաս, տալիս է այդ կետից նոր ռացիոնալ ճանապարհը։ Ձեզանից չեն նեղանում։ Չի ասում, դե որ դու ինձ չլսեցիր, էշ գնացիր, էլի չհարցնես։ Չէ, ժողովուրդ ջան, մենք մեր հայրենիքի մասին ենք այդ ամեն ինչը խոսում։ Այսինքն նշանակում է, որ պահից էլ դուք ուզում եք ձեր խելքով անեք, արեք, ով է ձեր ձեռը բռնել։ Ցանկացած պահից ասում ենք, այդ պահից նայեք, գուցե ճիշտը սա է, եւ ձեր ունեցած ինֆորմացիայի հետ համեմատեք, արեք։ Էլեկտրոկայանի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը լավ է, էլեկտրակայանին մենք ենք Ամերիկային լավություն արել, ոչ թե Ամերիկան մեզ։ Բայց ուզում ենք անենք, մենակ մեզ հիմարի տեղ չդնելով, այդքան մի բան։ Անցնենք առաջ, արդեն հոգնել եմ այդ թեման ասելով։ Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք հարցերի։ Դե եկեղեցին չի կարող լինել պետության մեջ պետություն եւ ընդհանրապես ես ասել եմ, որ չի կարող լինել պետության մեջ եւ մենք նախորդ շրջանում ցավոք տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել, փաստացի առանց դրա մասին հայտարարելու որպես պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետության մեջ։ Մենք ասում ենք, որ սա
չպետք է տեղ ունենա, երկրորդ հարցը, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, այսինքն եկեղեցին ներքաղաքական կյանքի մասնակից պետք է չլինի։ Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետև խոսքը մեր պետության ինքնիշխանության անվտանգության մասին է։ Մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ ճշտման փուլում է, այդ թվում Հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու ձևաչափով Հայաստանի Հանրապետություն է մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար։ Հիմա տեսնենք, մենք միշտ խոսում ենք, որ եկեղեցին անջատ է պետությունից, այն որ Գարեգին II իր թիմը քաղաքականությանը խառնվում էին, պարբերաբար դրա մասին խոսել ենք, եւ եթե մենք ասում ենք, որ եկեղեցին անջատ է պետությունից, ասել ենք ձեր գործով զբաղվեք։ Մտահոգություն իհարկե պետք է հայտնեք։ Մտահոգություն իհարկե շատ կարեւոր է, բայց դուք ձեր մտահոգություն հայտնելու անկաշառությունը օբյեկտիվությունը ոտատակ եք տալի, երբ որ երկրում այնքան շատ բան է կատարում, ձեր ծպտունը դուրս չի գալի, բայց խոսում եք այն ժամանակ, որ դրանով նպաստեք Ռուսաստանի շահերին, Քոչարյանի շահերին եւ այլ, դրա մասին շատ ենք խոսել։ Այսինքն դուք կարող եք քաղաքական ցանկացած հարցի հետ կապված ձեր գնահատականն ու վերաբերմունքն ունենաք, հեչ պարտադիր չի, որ հնարավոր չի մարդը Հայաստանում ապրի ու քաղաքականացված չլինի, հեչ պարտադիր չի կուսակցական լինի, բայց քաղաքականացված, որովհետև քու երկրի ապագայի հետ կապված դու մտահոգ ես, թե ինչ է կատարվելու, ո՞նց կարող է չհետևես, թե ինչ է կատարվում քո երկրում, ինչ քաղաքական զարգացումներ կան ու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, որտեղ այդ աշխարհի զարգացումները ուղղակիորեն առնչվում են մեզ, բայց խոսքը ուրիշ է, նրանք ընդդիմադիր միտինգների էին գնում, նրանք ինչ-որ բաներ էին անում, սա ակնհայտ է, որ դա կոպտագույն սխալ էր, որտեղ իրանց կողմից էր խախտվում եկեղեցին պետությունից անջատելնել, բայց Նիկոլ Փաշինյանն էլ մյուս ծայրահեղությունն անում, ասում է չէ, հիմա էլ պետությունը, իշխանությունը պետք է խառնվի եկեղեցու գործերին, այսինքն ասում է դու չես կարող անկախ լինես, ոնց կարող է պատահել դու պետություն լես, ինչ է նշանակում պետություն ես պետության մեջ, ինչը Համասն է, Հզբոլլան է, հուսիտներն են, գրավել են տարածքը Հայաստանում, զինված խմբավորումները երկիրը պահում են, երկրում պետականությունը վերացել է, ԻԳԻԼ-ն է, մի հատ կարող եք ասել ինչ է նշանակում պետություն է պետության մեջ։ Այսինքն եթե Գարեգին II-ը աչը թամփուրեր, դու չէիր էլ հիշի, որ նա երեխա ունի։ Մենք սա ենք ասում։ Եթե դու ամենավարկաբեկված կճոյանը ուզում ես արդարություն վերականգնես, դրանով արդեն ավարտվում է քո ցանկացած քայլը։ Եվ ակնհայտորեն խոսքը գնում է նրա մասին, որ դու չես ցանկանում չլինի մեկը, որը քեզ չի ենթարկվում։ Հասկացեք, Ժորժ ջան, սա է խնդիրը։ Իրավապահ համակարգի աշխատողը մրցույթով ընտրվում է, դու SMS-ով տուն ես ուղարկում, ասում ես ոնց կարանա ինչ չի ենթարկվի, ժողովուրդը ինձանից է պահանջում։ Հիմա էլ ժողովուրդը քեզանից է պահանջում, որ դու հոգևոր հարցերն էլ դու լուծես։ Բա պետք է անջատ լինի պետությունից։ Դու չես հաշտվում, որ ասես մարդ ոնց կարա ինձ հարգի, եթե ինձ չի ենթարկվում, որ քեզ ենթարկվի կհարգի, է ցույց է տալի, որ հարգում է։ Բա անկախ մարդն է կարևոր։ Անկախ մարդու խոսքն է կարևոր։ Այսինքն ակնհայտ հիմա ինքը բացահայտում է, որ իր կռիվը նա չի, որ որևէ մեկը երեխա ունի ինչ-որ կարգա խախտե։ Չէ, այդ եկեղեցին պետք է ենթարկվի վարչապետին, վերջ։ Սա էր, բամերանք ասելով ինչի համար ես պայքարում, թե չէ դու եթե Գարեգին II-ի դեմ պայքարեիր, առաջի ուրախը մենք կլնեինք։ Այն ժամանակ, երբ որ դու չէիր պայքարում, մենք այդ մասին ասում ենք, տարիներով ենք ասել։ Քո իշխանությունից առաջ էլ ենք ասում, դրանք տպագրված է, նոր չի որ ասում ենք դրա մասին։ Այսինքն մեկ է սրանով դու հարցը չես կարգավորել։ Դու ուղղակի ասում ես Լևոն Տեր-Պետրոսյանը նշանակեց իր կաթողիկոսին, Ռոբերտ Քոչարյանը իր կաթողիկոսին, Նիկոլ Փաշինյանն էլ նշանակի իր կաթողիկոսին։ Վերջ, էսա ձեր պատկերացումը։ Սովետն էլ ասում էր պետք է KGB-ով հաստատենք այդ կաթողիկոսին նոր աշխատի։ Այսինքն բան չի փոխվել։ Եվ հետո ասում եք մարդիկ ինչի են նյութապաշտ։ Եվ հետո ասում եք մարդիկ ինչի անհավատության ռեժիմի մեջ են։ Որտեղ տեսնում են եկեղեցականների բարձրագույն սպասավորները ինչով են զբաղված եւ տեսնում եք ընդհանրապես եկեղեցու հետ կապված այս կոնֆլիկտը ինչի է հանգեցնում։ Է որտեղից հավատացյալ լինեն։
Նիկոլ Փաշինյան, Հայաստանը մեր աչքի առաջ եւ բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջիկա ընտրություններին առաջինը տեր պիտի կանգնի իր ջանքերով ու զրկանքներով եւ կորուստներով ձեռք բերված խաղաղությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի աշխարհի ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին բայց ես ուզում եմ մի բան ընդգծել մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն մեր միջավայրն այդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով մենք տարածաշրջանում ենք դառնում աշխարհի կենտրոն տեսեք շատ է խոսում երաշխիքների մասին սա է խաղաղության երաշխիքն եւ խաղաղությունը եւ մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ ձեռնտու քան հակառակը Հիմա թվում է թե ինչ ասում Հայաստանը իհարկե ծայրագավառ չի, արդեն դարձնում ենք կենտրոն, բայց հարց է ծագում Հայաստանը ում ծայրագավառն էր։ Ռուսաստանի, չէ։ Նիկոլ Փաշինյան ասում է պատերազմեցինք, Արցախը հանձնեցինք, այդ պարանը մեր վզից հանեցինք, որպեսզի փրկենք Հայաստանը։ Ասում ես մինչև Արցախը չհանձնեցինք, չդարձանք անկախ պետություն։ Այսինքն 18 թվին հեղափոխություն ես արել, շարունակելով մնալ Ռուսաստանի ծայրագավառ։ Այդ դու ես ասել, այդ ես չեմ ասել։ Ես քո ասած ուղղակի եզրակացությունն եմ ներկայացրել։ Այսինքն Ռուսաստանից պրծնելու համար անգամ Արցախն ես հանձնել Պատերազմով հանձնել, որպեսզի Ալիևը դառնա հաղթած ղեկավար եւ իրան լավ զգա շոյված զգայա ժողովրդին ասի 100 տարի պետք է ղեկավարեմ, բա ես եմ Արցախը հետ բերի այդքան տարի չկար։ Մի քիչ մոռացել է որ հերն էր հանձնել։ Հերն էր վերջում 94 թվականին արդեն ինքն էր։ Բայց լավ, այդ բանան ենք։ Հա, Այսինքն ինչ է ստացվում։ Հիմա մենք դարձել ենք արդեն անկախ պետություն։ Հիմա հարց. Բան չէ Ռուսաստանը եղբայրական պետություն։ Եթե իրան ծայրագավառի կարգավիճակից դուրս գալու համար այդքան զոհերի ու զրկանքների են գնացել ու կորուստների։ Սա մեկ եւ երկրորդ։ Իսկ ինչ է նշանակում, որ իրանց շահերից էլ պետք է բխի։ Իսկ եթե իրանց շահից չբխեց, շարունակելու ենք մնանք ծայրագավառ։ Թե եթե դու ասում ես, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լավ է եւ այլ, ես դա հիմա ձեզ կասեմ։ Բա Ռուսաստանն ուզում է, որ դու ծայրագավառ լինես։ Դու չես կարող Ռուսաստանի շահերը սպասարկես, Հայաստանը դարձնես ինքնիշխան։ Որտե դու ես խոստովանում, որ Ռուսաստանը ուզեցել է ծայրագավառ մենք մնանք, ու դրա համար մենք զոհեր ենք տվել, ավերածություններ եւ կորուստներ։ Եվ տարածաշրջանում ով է ասել, որ բոլորն ուզում են որ մենք կենտրոնը լինենք։ Հիմա դուս ագալիս մենք ենք մեղավոր, հա որ մեր վրա հարձակվում են։ Հիմա եթե որևէ մեկը հիմա զինվում է Եվրոպայում, որպեսզի ագրեսիվ Ռուսաստանից պաշտպանվի, իրանք են մեղավոր, հա դու ես մեղավոր, որ քո վրա հարձակվեցին։ Իսկ եթե Ռուսաստանը ցանկանում է կռվի միլիարդների կորուստների է մտնում, տրիլիոն դոլարի կորուստի է մտել այս պատերազմի հետ կապված։ Դու ասում ես, եթե իրար այդ բիզնես անենք շահից ելնելով, իրանք չեն պատերազմի։ Ձեր աչքի առաջ հարևանը տուն ա մտե, այս 4 տարվա մեջ տրիլիոն դոլարի փող ա ծախսել։ Նա մասնագետների հաշվածն է, ժողովուրդ ջան, ես ինձանից չեմ օրինում։ Եվ Բա դու ոնց ես ասում, որ բավական է իր այդ բիզնես անենք, դա կբխի իր շահերից եւ ինքը կպահպանի մեր հարաբերությունները, որ կարող է ինքը ուզում դու վերանաս մի անգամից Ադրբեջանը Թուրքիան կպնեն իրար։ Ո՞վ է քեզ ասել, որ ինքը ուզում է քո միջոցով այդ ամեն ինչ տանի։ Առայժմ սենց է հարմար, սենց է անում։ Եվ շարունակությունը մենք նայենք, որը վերաբերում է Ռուսաստանին, չէ՞։ Այսա մի վարքյան, որ դա հանկարծ պահաբար չթողեմ անցնի։ Տեսեք, Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում։ Դա բացառված է, որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու։ Ես շատ ուղիղ ու ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է։ Մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ։ Մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահերի։ Շատ լավ։ Այսինքն, հիմա հասկանանք, ոչ մեկը չի ասում Ռուսաստանի դեմ պատերազմի,
այլ ասում ենք գործընկերությունը տեմպես կառուցի, որ այսինքն մենք մեր երկրի ապագան տեսնենք, ասենք պայմանականորեն ես այդ կարծիքին եմ, ուրիշը կարող է ուրիշի կարծիքի է, Եվրամիության անդամ լինենք, անվտանգության հարցեր լուծենք, բարեկեցության հարցեր լուծենք, ժողովրդավարության հարցեր լուծենք, ինքնիշխանության հարցեր լուծենք։ Բայց հիմա ասում ես, որ մենք Ռուսաստանի դեմ չենք պայքարելու եւ ամեն ինչ անելու ենք, որ Ռուսաստանի շահերի դեմ չենք գործելու։ Ռուսաստանը ասում է, որ ես ուզում եմ Ուկրաինան վերցնելուց հետո վերցնեմ Հայաստանը։ Դա է իր շահից բխում։ Տրամպը կանգնում ասում է, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը Ռուսաստանի կենսական շահերի գոտին է, դե ասում ով չգիտի։ Հիմա Ռուսաստանի շահը նա է, որ Հայաստանը վերանա։ Դու ոնց ես գործում Ռուսաստանի շահերի հետ համահունչ։ Ասում ես մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ։ Դե բացատրի ոնց։ Ռուսաստանն ուզում է, որ դու վերանաս, դու ոնց չես գործելու դրա դեմ։ Համաձայն ես դրան։ Ամեն գիտենք, որ դու համաձայն ես։ Մենք նաև գիտենք ոնց ես կզե Պուտինի դեմ։ Բայց հարցը դա չի, չէ։ Այդ լավ համարենք, ես ասեցի մարդը ինձ չի հավատում, թող քեզ հավատա։ Ես ուղղակի ասում եմ, որ ինքը ուշադրություն դարձնի ասածին։ Չես կարող դու քո պետության շահերը պաշտպանես, որը չհակասի Ռուսաստանի շահերին, որն ասում է Ուկրաինայի հետ վերջացնենք, հաջորդը Հայաստանն է, Վրաստանով մտնենք, Վրաստանն է Ռուսաստանի գիծնատանում, հետո որ էլ վերջացնենք, անցնելու ենք Կենտրոնական Ասիային։ Չեք լսում դուք սրանք։ Ոնց եք համադրելու Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը։ Էսենց ոնց որ անում եք բոլորին հասելով, էլի։ Իսկ հիմա մի բան էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ելույթի ժամանակ ասել է. Ես իմ աշխատակիցներին ասացի, որ սա նշանակում է նախագահ Թրամփից բացի աշխարհում միակ առաջնորդը, որ իսկապես լավ հարաբերություններ ունի եւ թուրքերի եւ իսրայելցիների հետ նախագահ Ալիևն է։ Իհարկե դա Ամերիկայի շահերից է բխում, Ամերիկան ողջունում է Ալիևին, շատ գոհ է դրանից, բայց լավ այդ հարցերեք մենք էլ ենք գոհ։ Իսկ դա ինձ շատ մտահոգում է, որ Ադրբեջանը այո շատ լավ հարաբերություն ունի Թուրքիայի հետ ու Իսրայելի հետ էլ։ Մենք Իսրայելի հետ հարաբերություն կառուցել չենք կարողանում, չի ստացվում։ Ու այնպես չի, որ Իսրայելը հիմա խնդիրներ չունի, լեղապատառ պետք է գնանք հարաբերությունները շատ կարգավորենք, բայց գոնե նրա դեմ չաշխատենք, Իրանին պաշտպանելով Իսրայելի դեմ։ Գոնե դա չանենք։ Պաղեստին պետությունը պաշտպանելով Իսրայելի դեմ։ Շատ ենք խոսել դրա մասին, շատ չեմ ուզում խորանալ։ Այսինքն, բավոր Ամերիկան լավ հարաբերություն ունի եւ Իսրայելի հետ եւ Թուրքիայի, եւ ինքը մեր տարածաշրջանը դիտարկում է որպես կուրատորը դա Թուրքիան է, իսկ Իսրայելը շատ լավ հարաբերություն ունի Ադրբեջանի հետ, հոնորություն չի դա։ Եվ նույնիսկ Թուրքիա-Իսրայել կոնֆլիկտի ժամանակ միջնորդը հանդես գալի Ադրբեջանը։ Դա ձեզ չի մտահոգում, որ մենք այդտեղ առաջի դերակատարը չենք։ Ամերիկայի հետ մենք գործընկեր չենք։ Բիզնես գործընկերությունը, որը տեղի է ունենում, դա չի բերում մեզ անվտանգության երաշխիքներ։ Պետք չի ինքնախապեյությամբ զբաղվել։ Դա պարզապես են բիզնես շահերն է, որը որ անում են, իսկ իրանց ավելի հեռանկարային հետաքրքրում է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Թրամփը վաղը նախագահ չլի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլ բիզնես կանի։ Հայաստանի հետ ինչ է անելու։ Հայաստանի հետ ինչ բիզնես էլ դնի, դա անելու Ամերիկա պետությունը Հայաստան պետության հետ։ Դա չի լինելու Թրամփի անձնական բիզնեսը Հայաստանի հետ։ Իսկ Թուրքիայում եւ Ադրբեջանում կարող է անձնական բիզնես անի, հաստատ իմանալով, որ վաղը մյուս օրը բանն է Էրդողանն է կամ Ալիևը։ Իհարկե Փաշինյանն ասում է, չէ, ես եմ, ես մնալու եմ, ինձ էլ կարաս այդ ցուցակի մեջ գցես, որ ինձ հետ պայմանավորվես, հետո ես կանեմ։ Բայց շատ դժվար է, որ Փաշինյանը Ամերիկային ասի, ես էլ եմ դիկտատոր, ինձ էլ վստահի։ Հետո Եվրոպային ասի, ես ժողովրդավար եմ։ Արի ժողովրդավարության հարցում ընտրություններից հարցում օգնի։ Չի ստացվում, Ժորժ ջան, այդ մարդիկ իրար հետ կապի մեջ են։ Այսինքն այս պարզ է, որ դա չի կարող մեզ չմտահոգել, որ նաև Ադրբեջանի դերակատարությունը այդ երկուսներից, որը ընդգծված ձևով Ամերիկան նկատում է։ Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ-ն Հայաստանում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր, այսինքն աշխարհի թիվ 1 գերտերությունն ասում է, Հայաստանը որպես անկախ ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ ներդրումային միջավայր է ունենալու։
Այսինքն տնտեսական այս ծրագիրը, որը որ գալու է Հայաստանով անցնի, դա նշանակում է Ամերիկայի կողմից Հայաստանի 99 տարով երաշխիք, որ Հայաստանը գոյություն է ունենալու, այսինքն այդ ճանապարհը, որը անցնելու է Հայաստանով, դա է Հայաստանի գոյության երաշխիքը, նա մեզ անվտանգության երաշխիք է տվել, սա ինչ է ժողովուրդ ջան, կամ մեր պետությունը, որ այդ ձևի կախված է ոչ թե համակարգից, որ ասում ենք Եվրամիություն, այլ մեկ պետությունից, մի նախագահից, որը մի քանի ամիս հետո կարող է խնդիր ունենա կոնգրեսում, մի քանի տարի հետո էլ գնալու է իր տուն։ Եվ դա ամերիկյան երաշխիք չի, դա Թրամփի հետ պայմանավորվածություն է, որը կարող է որոշ բաներ փոփոխության ենթարկվի։ Լավ ի վերջո, շատ լավ է, որ Ամերիկան Հայաստանի հետ աշխատում է, շատ ուրախ ենք, դա մեզ անվտանգության երաշխիք է տալիս, 99 տարով կնքել ենք, որպեսզի մենք վստահ լինենք, որ մեր պետությունը գոյություն է ունենալու, Ամերիկան վաղը նեղացած տեղից գնաց, Ամերիկան Աղվանստանից որ գնաց, չտեսաք ինքնաթիռից ոնց էին կախվել։ Այսինքն Ամերիկան բոլոր տեղերում ինչ որ պայմանավորվել է 99 տարով տեր է եղել։ Այս վերջի 99 տարին չենք տեսել մեր աչքով, ինչա տեղի ունեցել շատ տեղերում, որն ասենք Վիետնամն ասենք, Կամբոջան ասենք, որն ասենք Ռուանդան, որ հետո ասեց մեր արտաքին քաղաքականության ցախողումներ, մեր աչքի առաջ միլիոնից ավել մարդ կոտորեցին, որ մեկն ասենք, այսինքն էլի Ամերիկայի հետ լավ լինենք, բայց կանգնել ասել ինքնիշխան պետության երաշխիքը այս ճանապարհն է, դա ուղղակի չհարգել է սեփական պետությունը, նույնիսկ եթե դա վերաբերվում է Ամերիկային։ Երբ որ Սերժ Սարգսյանը 102-րդ ռազմաբազայի հետ կապված պայմանագիրը երկարացրեց մինչև 2044 թվական, այն դեպքում որ ժամկետը լրանալու լամի 10 տարի էլ կար, բայց շտապ իրան պետք էր որ ժեստ աներ Ռուսաստանին, այն էլ միակողմանի պայմանագիրը Հայաստանը ի վիճակի չի դադարեցնել։ Եթե Ռուսաստանը չուզի, դու չես կարող։ Այդպիսի փաստաթուղթ ես կնքում։ Ինչի համար ես կնքում։ Բա մենք էլ էինք քննադատում, չէ՞։ Բա վաղը մյուս օրը բան է փոխվում աշխարհում, մենք չի պետք է մինչև 44 թիվ կախված ենք Ռուսաստանից։ Այն ժամանակ որ Սերժ Սարգսյանը նման բաներ անում, ես մի քանի հրապարակային ելույթով իր թիզուկես բոյը թաղել եմ։ Կարամ ուղղակի ժամանակ չկթա, հանեմ ցույց տամ, թե ինչ եմ ասել այդ պայմանագրերը կնքելու հետ կապված իր պաշտոնավարման ժամանակ։ Որ նա ասում էր, բա մեր անվտանգության երաշխավորը էս բազան է, այդ բազան մեր անվտանգության երաշխավորն է, ժողովուրդ ջան, ում ենք խաբում։ Բայց դու բազայի հետ կապված բան ես ստորագրում, որից միակողմանի հրաժարվել չես կարող։ Երբ որ աշխարհը ինչ ասեց փոխվեց, աշխարհը բան չի փոխվել, բայց բազան մնաց մեր գլխին փորձանք։ Բայց այդ էինք ասում, չէ՞ այն ժամանակ, որ ասում ենք, այս հարափոփոխ աշխարհում մինչև 2044 թվականին չես ստորագրում։ Հիմա նույնը 99 տարով տնտեսական գործարքը, որտեղ արդեն եթե մենք պայմանավորվեցինք, մենք պատվիրակեցինք դա Ամերիկային, որից հետո մենք այլևս չենք գալու հետ քաշվենք, չենք գալու դա վերանայենք։ Իսկ եթե դա անվտանգային երաշխիք չի, դա մեզ համար խնդիր է։ Էլի ստացվում է, որ մենք մի պետությունից ենք կախված, մեր անվտանգությունը։ Էն էլ անվտանգության առանց երաշխիքի։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի ազդեցությունը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև միջուկային բանակցությունների վրա անընդունելի է։ Ամերիկացիները պետք է իմաստուն մտածեն եւ թույլ չտան, որ նա ակնարկի, որ ես ուզում եմ գնալ եւ ամերիկացիներին սովորեցնել միջուկային բանակցությունների հիմունքները։ Նրանք պետք է զգոն լինեն, հայտարարել Լարիջանին։ Ինիկատի ունի, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների եւ իրանական հարցեր քննարկելու համար։ Չմոռանանք, որ Իրանի հետ կապվածը, որ պարբերաբար խոսում ենք, հանգիստ կլինի, աղմուկ կլինի, պատերազմ կլինի, ասում են Ժորժ ջան, Իրանը մենք իր այդ խնդրեմ չունենք, բայց ինքը այնքան խնդիրներ ունի, որ կարող է մենք ներքաշվենք այդ խնդիրների մեջ, եթե իր այդ նորմալ հարաբերություն չկառուցենք։ Եվ այդ դեպքում իմացեք մի բան, Իրանում իշխանությունը փոխվի թե չփոխվի, եթե Իրանը մեզ հակառակորդ համարեց, նա ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանը։ Քանի նորմալ է, ասենք նորմալ է, էլի։ Սխալ ձևով չբզբզենք, սխալ ձևով քաղաքականություն չկառուցենք։ Չփորձենք նենց անել համ Իրանի հետ լավ լինենք, համ Ամերիկայի, շատ նենց բաներ ասենք եւ փորձենք համատեղել նրանց շահերը Սյունիքում չի ստացվելու դա։
դա շատ վտանգավոր բան է։ Եվ հիմա Իրանի հետ կապված էլ մենք իհարկե կխոսենք, տեսեք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, եթե մենք համաձայնության չհասնենք Իրանի հետ, մենք ստիպված կլինենք շատ կոշտ միջոցներ ձեռնարկել։ Ես քննարկում եմ տարածաշրջան ավիակիր եւ լրացուցիչ ուժեր ուղարկելու հարցը։ Ժորժ ջան, դա այսօր ասե։ Այն Ամերիկան, որ Վենսը ստեղ էր, այն Ամերիկան, որ մենք մտածում ենք, որ այդ ճանապարհը մեզ 99 տարով երաշխիք է տալու։ Այդ Ամերիկան այսօր դեռ մտածում է, որ նորից ուժեր կենտրոնացնի, կոտրի դիմադրությունը Իրանի, եթե չէ հարվածելու է մեկը, որովհետև ինքը խնդիր ունի, եթե չի հարվածում Իսրայելի գրաֆիկով է ուզում գնա, բայց Իսրայելն է չի կողմնորոշում, հիմա խփելն է իր համար ճիշտ թե չխփելը, ժամանակը ի վնաս Իսրայելի է աշխատում։ Հիմա դուք պատկերացնում եք, այս ավիճակը Վենսը եկել է ասենց ոգևորված ընդունել ենք, հասկանում եք Ամերիկայի հետ կապված վերաբերմունքը եւ հասկանում եք Իրանի հետ կապված որպես զգուշ ելնենք, Իրանն էլ նաեւ նայում է, չէ, Հայաստանից ինչա կատարում։ Հիմա մի հատ միջոցառման հետ կապված Նիկոլ Փաշինյանը Իրանին շնորհավորում է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ Իրանի առաջնորդ Փեզեշքյանին Խամենեին իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ։ Հիմա հա տարեդարձ ով չի շնորհավորում, դա նորմալ բան է, ինչ է, բայց չմոռանանք, այս որ հեղափոխությունն է, այս այն հեղափոխությունն է, որ տապալել են շահի ռեժիմը, այս այն հեղափոխությունն է, որ շահը փախել էր Ամերիկա, այս այն հեղափոխությունն է, որ իրանցիները լցվել էին դեսպանատուն 79 թվականի նոյեմբերի 4-ին, ասում էին, մեզ շահին տվեք սպանենք, այդ մարդը հիվանդ բանով քաղցկեղով հիվանդ վերջը հետակավ Եգիպտոսում մեռավ, լավ մանրամասնի շատ բան չանենք, մի քանի ամիս հետո մահացավ։ Այսինքն այս այն կռիվն է, որ Ամերիկան ասում է մենք օգնելու ենք ժողովրդին, տապալի այս բաների կրոնապետությունը։ Այս այն աղմուկն է, որ Դոնալդ Թրամփն ասում էր, որ մենք ժողովրդին օգնում ենք, դրդում ենք, որ իրանք դուրս գան փողոց, պայքարեն եւ այլ եւ այլ։ Այսինքն այս այդ հեղափոխությունն է, որի Մոհամմեդ Ռեզա Փահլավիի տղեն էլ Ռեզա Փահլավին, որ ապրում է Միացյալ Նահանգներում, ոգևորվել էր, մեծ հույսեր կապեց, որ այս Ամերիկան կօգնի կտապալեն ինքն է կգա։ Հետո մեկ է տեսանք իրականում ինչ կատարվեց։ Այսինքն կարելի է շատ զուսպ շնորհավորել, ոչ թե այսպես։ Իսլամական հեղափոխություն գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով։ Սա այն հեղափոխությունն է, որից հետո Ամերիկայի հետ կապված մինչև այսօր դիվանագիտական հարաբերություն չունեն, միջնորդավորված են աշխատում։ Սա այն հեղափոխությունն է, որ Ամերիկային էին դուրս մղում այստեղից, որ ամեն տարի դնում են Ամերիկայի դրոշը վառում են։ Սա այն հեղափոխությունն է, որի պարագայում Ամերիկան ոչ մի պարագայում չի ընդունում այս իշխանությանը եւ սանկցիաները մինչեւ այսօր պահել է Իրանի վրա։ Համոզված եմ, որ ձեր աջակցությամբ մեր երկրները կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը, կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։ Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն ի բարօրություն Հայաստանի եւ Իրանի ժողովրդի։ Առիթը պատեհ համարելով մաղթում եմ ձեզ հաջողություն եւ քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին հարատև խաղաղություն եւ բարեկեցություն։ Եթե մենք նայենք Իրանի նախագահ, որին էլ հիմա մյուս ուղերձն է, ասենք Հայաստանին անկախության տոնի հետ կապված ոնց է շնորհավորում, բավական զուսպ։ Ուղղակի շնորհավորում, հա, հույս է հայտնում եւ այլ եւ այլ։ Հիմա նայենք մենք ենք շնորհավորում, չէ՞, այսինքն բաժակաճառի մակարդակով։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանի եւ Իրանի միջև բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, անկեղծության եւ փոխվստահության վրա։ Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի Երևան կատարած ձեր այցը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգը եւ տարածաշրջանային զարգացումներ, ինչպես նաեւ վերստին ընդգծեցինք մեր երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հանձնառությունը։ Օգտվելով առիթից մաղթում եմ ձեզ առողջություն, իսկ բարեկամ եւ հարևան Իրանի ժողովրդին հարատև խաղաղություն եւ բարօրություն։ Որ ժողովրդին շնորհավորում ես, որ մաղթում ես եւ այլև, այդ սա լավ է, հասկացանք, բայց սա քանի որ այս այն առիթն է, որի հետ կապված
21-րդ դարում կրոնապետությունը ու մարդիկնից զարմանում են, թե ոնց է տենց բան հնարավոր, տենց պահպանվի, ոնց են մարդկանց փողոցում դնում գնդակը հարում եւ ինչ անում եւ այլ, մարդկանց բանտերը լցնում։ Կարելի է մի քիչ ավելի զուսպ լինել, որովհետեւ այն հասարակությունը, որը Բոստանում է, նրանք նայում են, չէ, Հայաստանից ինչ ուղերձ է գնում հենց հեղափոխության առիթով։ Եվ սա Ամերիկան էլ է, չէ, սա լսում։ Իսկ Ամերիկան էլ լսում է, ասում է դրա համար այն ինչ որ Հայաստանից պոկենք, պետք է պոկենք երաշխիքներով միակողմանի, այսինքն Հայաստանը չկարողանա դրանից հրաժարվի, որովհետև իրանց վրա հույս դնել չի լինի, բայց դա ենք բացատրում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է. մեր երկիրը Իրանը չի զիջի նրանց չափազանց պահանջներին, Ամերիկային նկատի ունի, մեր Իրանը չի հանձնվի ագրեսիայի առջև, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը հարևան երկրների հետ, տարածաշրջանում խաղաղություն եւ անդորրություն հաստատելու համար։ Այսինքն տեսնում եք, այսօր անգամ, երբ որ Ամերիկան ասում է երկրորդ ավիակիրն եմ ուղարկում արդեն, նա ասում է մենք չենք զիջելու։ Այս է վիճակը, ժողովուրդ ջան, հասկանանք, գնահատենք, թե ինչա տեղի ունենում։ Իհարկե մի բան էլ հետաքրքիր էր, ուղղակի այն օրը այնքան ծանրաբեռնված էինք, ասի լավ մի առիթով կասեմ։ Ամերիկայի միլիարդատեր գործարար Իլոն Մասկը SpaceX-ը վերանայել է իր անելիքների ցանկը։ Մասկը նշել է, որ այն Մարսից իր ուշադրությունը տեղափոխում է լուսնի վրա ինքնաբավ քաղաքի ստեղծման ուղղությամբ։ Մարս ճանապարհորդել հնարավոր է միայն այն դեպքում, երբ մոլորակների ընթացքը համընկնում է յուրաքանչյուր 26 ամիսը մեկ, մի այլ եւ այլ, իսկ լուսին թռչելու համար եւ այլ, այսինքն ավելի հեշտ է լուսին թռնելը, դե պարզ է։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք լուսնային քաղաք կառուցել շատ ավելի արագ, քան մարսյան քաղաքը, գրել է Մասկը։ Մասկը հավելել է, որ SpaceX-ը կշարունակի Մարսի վրա քաղաքի կառուցման ծրագիրը, այն սկսելով 5-ից 7 տարի հետո։ Հիմա տեսեք, որ Մարսի հետ կապված ծրագրերը մի քիչ հետանգ դնենք մի կողմ, բայց ի վերջո այս մարդը ինչ ասում, SpaceX-ով ուզում է բնակելի դարձնի լուսինը եւ Մարսը։ Այսեն SpaceX-ն է, որ Ռուսաստանի մոտ անջատել է, հիմա ուկրաինացիները գրավելով առաջ են գալի, որտեղ քորքոր ռուսները չեն կարողանում կռվել, իրար են սպանում, որտեղ այդ ամբողջ ընթացքում պատերազմում էին իբր թե իրանց էշխելքով ՆԱՏՕ-ի դեմ, բայց ՆԱՏՕ-ի գլխավոր դերակատար Ամերիկայի համակարգերն էին օգտագործում։ Հիմա Մասկը անջատել է, դուք չկաք արդեն ձեր բանակը չկա, խուպճափահար փախնում եք իրար վրա կրակելով։ Դուք եք ուզում, որ Հայաստանը ձեր գործընկերը լինի։ Բայց ժողովուրդ ջան, բա մենք սա էլ ենք, չէ՞ նայում։ Այսինքն ասում ենք, մի երկիր, որը այսօր լուսինն ու Մարսը բնակելի է դարձնում, եւ մի երկիր, որ պատերազմի մեջ 4 տարի պատերազմի մեջ, Ուկրաինայի դեմ կռվում է անգամ 14 թվից 4 տարի հիմի ենք հաշվում։ Դուք սեփական անվտանգային համակարգ չունեք, իրար հետ կապ չունեք։ Սովետի թվիսկի մի հատ ռացիա չունեք, որ իրար հետ կապի մեջ ելնեք, որ չդնեք մեկը մեկիդ կոտորեք։ Բայց հիմա մենք ում հետ ելնենք, լավ, մենք նստած ենք, մենք ուզում ենք որոշում կայացնենք, ում հետ ելնենք, ժողովուրդ, Ռուսաստանի։ Ավելի պարզ բան, էլ ինչ ասենք։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է. Հայաստանի հետ մեզ միավորում է ինտեգրացիոն նախագծերը Եվրազեսը։ Դժվար թե որևէ մեկը ձեռնամուխ լինի վիճարկել Եվրազեսի դերը այդ երկրի տնտեսական զարգացման նման բարձր տեմպերի պահպանման գործում։ Այդ դերն ակնհայտ է եւ մենք հույս ունենք, որ մեր այդ փոխգործակցությունը կշարունակվի, ասել է Պեսկովը։ Թե ինչ կլինի Չիլի հետ հարցի մի կողմն է, բայց ինչն է հարցը։ Խոսում է նախագահի մամուլի քարտուղարը, պատկերացրեք պաշտոնատար մարդ։ Եվ այս ինչ որ հիմա ես կարդացի հայկական մամուլից նայեցի, բայց մտածեցի մերոնք են վրիպել, թե ռուսներն են վրիպել, մտա ռուսական տարբերակն էլ նայեցի։ Չէ, ռուսական տարբերակում հենց Եվրազեսել ասել է։ Ինչ է, սա տառակելություն չի, որ հիմա ես ձեզ ասում եմ, էլի, մարդիկ դուք պետական մակարդակով բան եք քննարկում։ Հիմա գործում է ԵԱՏՄ-ն, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Եվրազեսի անդամ չի։ Դուք նույնիսկ չեք տարբերում, դրանք լրիվ տարբեր կազմակերպություններ են։ Ու այնպես չի, որ ԵԱՏՄ-ն վերակազմակերպվել է, Եվրազեսը դարձել է ԵԱՏՄ, ուղղակի անունն է փոխվել, ԵԱՍ-ը դառել։ Եվրազեսը, որը մինչև 2001-ից 2014 թվական աշխատել է, դե 15 թվականից արդեն վերացավ, որտեղ արդեն ԵԱՏՄ-ն ստեղծվեց։ Այսինքն այլևս անիմաստ դարձավ։ Հայաստանը դրա անդամ չի եղել, ժողովուրդ ջան։
Հայաստանը Եվրազեսի անդամ չի եղել, դու Հայաստանի հետ ինչ փոխգործակցության մասին ես խոսում։ Այսինքն նույնիսկ խաբար չեք, հա, որ դրանք տարբեր կազմակերպություններ են։ Ժողովուրդ ջան, Ամերիկան չի եղել ազգերի լիգայի անդամ, չէ, Ռուսաստանն էլ դուս արեցին, որ Ֆինլանդիայի վրա հարձակվեց։ Ազգերի լիգան եւ ՄԱԿ-ը տարբեր բաներ են։ ՄԱԿ-ը ստեղծվել է, ազգերի լիգան դեռ կար, հետո է ինքը լուծարվել, անիմաստության պատճառով եւ ակտիվները տվել է ՄԱԿ-ին։ Այսինքն եթե դու կանգնի, ասենք, որևէ պաշտոնատար անձ, որ ասի ես ողջունում եմ, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները ազգերի լիգայում մենք սերտ համագործակցում ենք, չեն ասի այս ապուշով է։ Ազգերի լիգա նախ չկա, հետո էլ Ամերիկան դրա անդամը չէր։ Բայց հիմի Պեսկովը դա է մեզ ասում, հասկանում եք, այս մարդկանց ուղեղի մակարդակը պատկերացնում եք։ Ես սա ռուսական բանից եմ ձեզ համար կարդում, ոչ թե հայկականից կարդում եմ, բայց Ռուսաստանի բանն էլ նայեցի, որպեսզի պատկերացնեք։ Ինչի եմ ասում, այս մարդիկ են մեր հետ կապված որոշում իրանց քայլերը։ Տարական պատկերացում չունեն, որ երկու տարբեր անուններ դրել են, որ շփոթ չլինի։ Մի բան էլ արագ ասեմ, Եվրամիությունը հաստատել է վրաստական դիվանագիտական եւ ծառայողական անձնագիր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու որոշումը։ Այն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի սկզբից։ Որոշումը պարտադիր է կատարման Եվրամիության բոլոր երկրների համար, որովհետեւ նախկինում ինչ էր եղել, որ որոշ երկրներ ասել են, չէ, մենք այնուամենայնիվ թույլ ենք տալիս վրացական երազանքը, մասնավորապես Հունգարիան։ Հիմա էլ էր դժգոհ, որ դա անեն։ Ինչու համար ես սա ասեցի, իմացեք, խաղեր տալ Եվրոպայի հետ գալու եք մի հատ կետի, հետո դնելով է հերթով, ասի դե էս ենք վերացնում։ Հիմա արդեն իրանք որոշում են բոլորի համար արդեն առանց վիզա ռեժիմը վերացնեն ընդհանրապես Վրաստանի հետ կապված։ Այսինքն հիմա ինչ է ստացվում, իսկ Վրաստանի վարչապետն էլ Իրագրի Կոբախիձեն հայտարարել է, որ Եվրամիության հետ առանց վիզայի ճանապարհորդության հնարավոր կասեցումը երկրի համար գոյաբանական հարց չէ, ի տարբերություն խաղաղության եւ կայունության պահպանման։ Դե ինքն էլ է, չէ, խաղաղություն ուզում ոնց որ Փաշինյանը ու այդ խաղաղությունը ռուսների հետ լավալնելն է։ Այսինքն իր երկրին զրկում են այդպիսի հնարավորություններից, բայց աթոռը պահելը ավելի կարևոր է։ Հիմա ուզում եմ ցույց տա, որ մենք իբր թե մեր ինքնիշխանության համար ենք պայքարում։ Գնացել եք Ռուսաստանի տակ պարկել, ձեր ինքնիշխանության համար եք պայքարում։ Այսինքն այս նույն բանը, եթե Հայաստանը խաղեր տա, Եվրոպային ասի մենք դες եվրոպական քաղաքական համայնքի ֆորում ենք անում, Հայաստան Եվրամիություն հավաքներ ենք անում, այդ ամեն ինչը կանես, նրանք է փշոփշոկ անեն, վաղը կասեն ընկեր, մեր ասածը չարեցիր, հաջողություն, Վրաստանը մեր աչքի առաջ օրինակ, խաղեր տվող Վրաստանը մեր աչքի առաջ օրինակ։ Դրա համար պետք է ուղղակի սթափ քաղաքական որոշում կայացնել եւ առաջիկա ընտրությունների հետ կապված ճիշտ որոշում կայացնել, որ այս իշխանությունը չփորձի հերթական անգամ մարդկանց մոլորեցնել։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։